Ինչ է կարոտը, ով է նրան տվել իր անունը, և առասարակով է թույլ տվել, որ կարոտը մեր կամքից անկախ գա մտնի մեր կյանք ու մեր հոգու ամեն բան խառնի իրար։ Իսկ առանց կարոտի էլ կարծես թե կյանքը գոյություն չունի։ Կարոտներն ապրում են այնքան, ինչքան որ մենք ենք ապրում։ Պարզապես պետք է մեր լավատեսությունը մեզ թույլ չտա, որ մենք կոտրվենք, այլ մեծ կամքի ուժ ունենանք ու գնանք առաջ, բայց կարոտը միշտ պահելով մեր հոգու խորքում։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր այս տաղավարում հյուրընկալելու եմ սիրված տաղանդավոր երգչուհի Գոհար Հովհաննիսյանին։ Գոհար ջան, համեցեք, բարի գալուստ Հայաստան և մեր տաղավար։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն եք և պետք է միասին շատ լավ զրույց ունենանք։ Ես էլ անչափ ուրախ եմ։ Գոհար, ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն եք և մենք միասին խոսելու ենք ձեր կյանքի մասին, անցնելու ենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով, մանկությունից մինչ այսօր կհասնենք ու կհուզվենք, կժպտանք, կհիշենք և կվայելենք նաև ձեր կյանքի պատմության ամենագեղեցիկ էջերը։ Սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել և ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևանում, հայրական կողմը սասունցիներ են, մայրական կողմը մշեցիներ, բայց ես երբևէ չեմ համարել երևանցի, որովհետև շատ է այդ սասնագենը իմ մեջ և ես ինձ ամենալավը զգում եմ իմ գյուղում, իմ բնի մեջ, այսպես ասեմ, բայց մանկությունս անցել է Երևանում, ամռանը գնում էինք գյուղ, հանգստանում էինք, բայց հիմնականում ապրել եմ Երևանում, ուսումը ստացել եմ Երևանում։ Ինչով են զբաղվում ձեր ծնողները։ Հայրս աշխատում էր օրգանում, մայրս տնային տնտեսուհի, համել տենց ձեռքի հետ աշխատում էր կարի գործարանում, այդ դժվար տարիներն էր, որ հացի ապրելու պայքար էր, այո, շատ դժվար մանկություն եմ ունեցել, բայց երևի դա չլիներ ինձ այդքան ես ուժեղ չէի զգա և տենց չէի կոփվի, այդ դժվարությունից շատ էի կոփվում։ Ինչ դժվարորդ եք տեսել մանկության տարիներին, որոնք են եղել ձեր մանկության այդ վատ հիշողությունները դժվարությունների հետ կապված։ Ես հիշում եմ, երբ մայրիկս ինձ տանում էր Զորավար Անդրանիկ երգի և պարի մանկական համույթ, անգամ այդ գնալու տրանսպորտի ծախսը մեզ համար խնդիր էր, մտածում էր մայրիկս ոնց պիտի այդ օրը գա, որ ինքը կարողանա ինձ տանի երգի և բերի, լինում էր դեպքեր, երբ պատմեմ, տենց ոնց կա, անգամ անձրև օրերին հիշում եմ, որ կոշիկիս մեջ ջուր էր քաշում, բայց ես գնում էի սենց շատ մեծ սիրով, որ ես պիտի առանց երգի չէի կարողանում պարզապես, երգը իմ կյանքն էր, ես չգիտեի, որ ես երբևէ կդառնամ երգչուհի կամ ինձ համար այդ կոչումը չէր, պարզապես առանց երգելու ես ինձ չէի պատկերացնում։ Իսկ այդ դժվարությունները հաղթահարում էին ձեր ընտանիքի անդամները, ձեր հայրը, ձեր մայրը։ Հայրը, մայրը, բայց հիմնականում մայրս։ Ինչու հիմնականում մայրը։ Մայրս էր ավելի շատ տանջվում, պայքարում, հայրս չէր ուզում, որ ես երգեմ, անգամ դեմ էր լինում, բայց երբ սենց կերուխում էր լինում, առիթ էր լինում, անպայման ինքը հպարտանում էր մի բան երգի լսենք, բայց մայրս ուժու եռանդ էր ներդնում, որ ես անպայման պիտի երգեմ, երգչուհի դառնամ և հիշում եմ, երբ առաջին անգամ տարազները պիտի բաժանեին, ես շենց խղճուկ երեխա էի, էլի, բնույթով շատ կոմպլեքսավորված ու խմբի ամենավերջում էի կանգնել, բայց ես գիտեի, եթե ինձ տարազ չհասնի, ես էլ համերգներին չեմ մասնակցի, այդ տարազը ոնց որ մեր այցեքարտն էր էլի լինելու, ու տենց հիշում եմ սենց մի անկյունում ծվարել, կանգնել էի, մեկ էլ մեր լուսահոգի Սահակ Գալոյանը ինձ նկատեց, ասեց աղջիկ ջան արի, ու այդ տարազը ես այդ հիշում եմ, որ մետրոյով գալիս էի տուն, ինձ թվում էր իմ ձեռքից կգողանան, հեսա ես կկորցնեմ։ Ես շատ կցանկանամ, որ հիմա իմ երեխաներն էլ ինչ-որ բան տենց շատ սիրեն, փայփայեն, թեկուզ իրենց ավելի հեշտ է տրվում ամեն ինչը, բայց չգիտեմ, դա ճիշտ է թե սխալ, համենայն դեպս, երբ որ ձգտում ես, դժվարությունով ես հասնում, այդ ամեն ինչի արժեք ավելի ես իմանում։ Ճիշտ է։ Գոհար, դպրոցական տարիներից էլ մի փոքր խոսենք, լավ եք սովորել դպրոցում։ Մինչև 8-րդ դասարան
գերազանց եմ եղել, ավելի ճիշտ 7, հետո 8-ում հարվածային, հետո արդեն սկսեցի երգելով գնահատականը ստանալ։ Այո։ Հետո դպրոցը ավարտելուց հետո ես մոլորված էի, չգիտի, տարբեր խմբակներ էի գնում։ Այդ ժամանակ գերմաներեն թատրոն կար, բացվել էր ու մեր դպրոցը քանի որ թեքումով էր գերմաներեն, այնտեղ ինձ ընդունեցին այդ թատրոնում, ես խաղում էի Անուշ օպերան եւ գերմաներեն երգում էի, խելագարվում էի ասենց։ Հետո դե Դիվանո անվան դպրոց ընդունվեցի, դորեմի ու այդպես դպրոցից երբ ավարտեցի, պապիկս աշխատում էր հիդրոմելորատիվ քոլեջում, ինձ հետ ընդհանրապես կապ չուներ այդ քոլեջը, շատ սանձարձակ ուսանող էի, ընդհանրապես դաս չէի անում ու երգում էի անդադար, հիշում եմ մի դասախոս ունեինք, մի օր ասաց, խնդրում եմ, ես քո գնահատականը կդնեմ, կարող ես չգալ դասի, ուղղակի ես չեմ կարողանում քո հետ, որովհետեւ անդադար երգում էի։ Բայց այդ քոլեջը ինձ բացի ուսումից տվեց կյանքի ճանապարհ հարթեց ինձ, ես ավելի ընկերներ այնտեղ ձեռք բերեցի, այնց ընկերներ, որ մինչև հիմա այդ ընկերները իմ կողքին են, ավելի ամուր ընկերություն է, քան վերջին տարիների ձեռք բերած ընկերությունը։ Ես ավելի ուժեղացա, այդ քոլեջում ամեն ինչ սովորեցի բացի ուսումից։ Ես շատ ուժեղացա այդ քոլեջում։ Եվ որն էր այն կետը, որտեղից Գոհար Հովհաննիսյան անազգանունը դարձավ ավելի հայտնի հանդիսատեսի համար, հասարակության համար, այսինքն ինչից սկսվեց այդ հայտնիության աստիճանը, սկիզբը որտեղ էր։ Ես երգում էի ռեստորանային համալիրում, որտեղ հետո դարձավ մեր կնքահայրը, իմ շատ սիրելի Լևոն Հարությունյանը։ Ես այնտեղ մի քանի տարի երգեցի եւ կարող եմ ասել, այնտեղից շատ ճանապարհ ինձ հարթեց այդ տեղը, որտեղ երգում էի, այո։ Հետո առաջին տեսահոլովակը եղավ Հելնիմ Սարը։ Դա մի փոքր ճանաչում բերեց, որովհետեւ երգը շատ հաջողված էր, իմ լավ ընկեր Միքայել Ոսկանյանն էր գրել երգը։ Այնուհետև ես որոշեցի, որ իմ մասին երգ լինի, ոչ թե որ ես սիրահարված եմ, այլ իմ խոսքը, իմ կերպար դարձավ, այո։ Եվ էլի Միքայել Ոսկանյանը գրեց երաժշտությունը, Հակոբ Ալիխանյանը խոսքերը գրեց Աղջիկ եմ Սասունցի երգը։ Իդեպ այդ երգը մինչ այսօր շատ տեղերում երգում են։ Մինչ այսօր, այո, այդ երգը աշխատում է եւ կարծում եմ, որ ինքը երբեք չի հնանա։ Այդ երգով ես ավելի շատ ճանաչում ունեցա, հետո դե արդեն մենք 4 տարբերակ խումբ ունեինք աղջիկների, շատ մտերիմ ընկերուհիներ, տենց որոշեցինք, որ մի քանի երգով հանդես գալ, բայց միևնույն է իմ ժողովրդական երգներ, ազգային երգներ, դա ուղղակի տենց ժամանցային երգեր էին։ Այդքանը։ Ու կարծում եմ, որ հենց Աղջիկ եմ Սասունցի այդ երգը դարձավ այցեքարտ դեպի։ Այո, Աղջիկ եմ Սասունցին դարձավ, հետո մեծ տարածում ստացավ միանգամից այդ երգը եւ շատ այլ կատարողներ ձեր այդ երգը երգում էին։ Մինչև հիմա էլ հայ երգում են, որի համար շատ շնորհակալ եմ, ուրախ եմ, որ խոսքդ ինչ որ արժեք է ունենում, մնում է եւ իմ նպատակը համենայն դեպս երգարվեստում տարածել, պահպանել ազգային մշակույթը։ Ես հիմա էլ Միացյալ Նահանգներում ունեմ խումբ, ազգագրական երգի խումբ ունեմ, 15 երեխաներ են, դեռ շատ չեն, բայց աշակերտներ ունեմ, որ անգամ հայերենն են դժվար խոսում, բայց իրենք հրաշալի երգում են մեր էթնիկ երգերը, երգում են Կոմիտաս, եւ ինձ հենց այդ փաստն էլ ուժ է տալիս, որ ես գործունեությունս էլ ավելի ծավալեմ Միացյալ Նահանգներում։ Քանի որ խոսեցինք Միացյալ Նահանգների մասին, Գոհար, ինչը ձեզ տարավ կամ ով տարավ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինձ ամուսինս տարավ։ Ինչ էր նա փնտրում այնտեղ, որ գտավ եւ հետո ձեզ էլ տարավ։ Ես ավելի անկեղծ պատասխանեմ, 2007 թվականից ես գնում էի հաճախ Միացյալ Նահանգներ համերգներով իմ ընկերների Ռուբենի եւ Աղասի հետ, երբեք մտքովս չի անցել, որ ես մի օր կգա, որ ես չգիտեմ, կապրեմ թեկուզ ժամանակավոր կապրեմ օտար երկրում, բայց մի օր ամուսինս որոշեց, ես Միացյալ Նահանգներում համերգներով էի գնացել հանդես գալիս եւ ամուսինս որոշեց, որ ինքը պիտի մտնի դեսպանատուն, ու ցեն շատ արագ որոշեց, որ գնա ուղակի փորձի, չգիտեմ, հասկանա ինքը կսիրի, այնտեղ չի սիրի, եւ իմ գնալը արդեն պարտադիր էր, որովհետեւ եթե ես չգնայի, հետո
վերջապես 28 տարեկանում մի կերպ ամուսնացել եմ Արեգ ջան։ Մազափուրց եղած չէ։ Դե դա իհարկե հումոր է։ Ուտենց շատ պատահական, չպլանավորած գնացի այնտեղ, բայց փառք Աստծո շատ արագ իմ որպես արվեստագետ ես ունեցա շատ արագ 10 ամսում green card։ Եվ հիմա էլ այնտեղ ունեմ խումբ, դե ամռան 3 ամիսները անպայման ապրում եմ Հայաստանում եւ ավելին ասեմ այս տարի աշնանն եմ լինելու Հայաստանում։ Շատ հաճախ եք լինում հայրենիքում, ինչը ողջունելի է։ Հա, ես պարզապես չեմ կարող առանց սենց անպագորգոր բառեր չեմ ասում, բայց ես այնտեղ էլ իմ փոքրիկ Հայաստանը ստեղծել եմ, ունեմ իմ խումբը եւ գալուցս առաջ մի քանի օր առաջ ունեցա մեծ մենահամերգ Ալեքս թատրոնում եւ համաձայն չեմ, որ ասում են այսօր չեն լսվում այդ երգերը, միշտ են լսվում այդ երգերը, պարզապես մենք պետք է չհիասթափվենք եւ հնարավորինս նոր շունչ տանք գործիքավորման մեջ, բայց իհարկե պահպանենք մեր ազգային երգերը։ Գոհար, Հայաստանում ավելի հաճախակի են ձեր ելույթները եւ համերգները, քան օտար ափերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինձ թվում է ես չեմ սխալվում, որտեվ ես հիշում եմ ամենտեղ Գոհար Հովհաննիսյան անունը կար, ամենտեղ Գոհարը մասնակցում էր թե կորպորատիվ միջոցառումներին, թե համերգային ծրագրերին եւ հետո արդեն երբ որ գնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կարծես թե կրճատվում են ելույթների քանակը, կրճատվում է եւ դա ցավոտ եւ մտահոգիչ չէր Գոհար։ Այնտեղ մի տենց կարծրատիպ կա, որ մտածում են դու գնացել ես, վերջ, առաջ ավելի շատ էստեղից գնում էի այնտեղ համերգներով, քան որ այնտեղ ապրում ես, չգիտեմ, երևի ժամանակ է պետք, որ իրենք քեզ ինտեգրեն։ Այո։ Շատ դժվար էր ինձ համար, բայց քանի որ ես շատ արագ իմ թղթերը ես օրինականացա, արդեն ինձ հեշտ է որ գամ այստեղ ելույթ ունենամ ու գնամ իմ էներգիան, իմ ժողովրդի սերը այստեղ։ Իսկ այնտեղ հեշտ է ապրել Ամերիկայում, որ բոլորը ձգտում են գնալ Ամերիկա, մի տեսակ գունավոր ֆիլմի է նման Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մարդիկ, չգիտես ինչու, վերջին տարիների ընթացքում շատ հայրենակիցներ, շատ հայեր ձգտում են գնալ ապրել Ամերիկայում։ Ինչ կա այնտեղ, որ բոլորին այդքան գրավում է եւ կանչում է իր գիրկը։ Գիտեք, մարդիկ առանց գիտակցելու էլ մեր մի տեսակ մեր տեսակն է այդպես, որ մեկը մի բան անում է, բոլորը վազում են այնտեղ, տեսնեն ինչ կա այնտեղ։ Իրականում ես չեմ դատում եկողներին կամ գնացողներին, ամեն մարդ ունի իր հաջողությունը։ Մարդ կա կարող է գալ 10 տարի այնտեղ ապրի, մի կերպ ապրի, խեղդվելով ապրի, եւ ես չեմ սիրում դատել, ամեն մարդ իր կյանքը ունի, իր որոշումը ունի։ Բայց մարդ էլ կա կարող է գալ մեկ ամսում իր մոտ շատ հաջողություններ լինի, չգիտեմ, դրա համար ես ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս, թող գնան այնտեղ, որտեղ որ իրենց լավ են զգում եւ չեմ էլ սիրում քննադատել, որովհետեւ ելի եմ ասում, ամեն մարդ ունի իր կյանքը, իր ապրելու ձևը։ Շատ շատերը կարող է մեղադրեն, քո գործը այստեղ լավ էր, դու ինչու գնացիր այնտեղ։ Ես պատերազմի ժամանակ ես այստեղ էի եւ ինձ մոտ մի փոքր ավելի անկեղծանամ, շատ մեծ դեպրեսիա էր, երբ որ ես շաբաթը 2 օր զոհված զինվորի ծնունդ էի երգում, մասնակցում եւ արդեն դա հոգեպես ես շատ ճնշված էի, ես խեղդվում էի, որովհետեւ ինչքան էլ այսինքն կորցրել ենք մենք այդ երեխային, բայց իր ծնունդը պիտի նշենք, պիտի ինչքան ուժեղ լինես։ Այո։ Շատ դժվար էր ինձ համար, ես նենց չի որ 10 տարի է որ գնացել եմ, ընդամենը ես երևի 10 ամիս եմ բացակայել այստեղից, հետո նորից իմ կապը Հայաստանի հետ եղել է։ Բայց այդ քննադատողները, ովքեր որ քննադատում են, հետաքրքիր է իրենք այստեղ բազմոցի նստած ինչ են անում հայրենիքի համար։ Ես ելի եմ ասում, ես չեմ արդարացնում իմ գնալը, բայց ես այնտեղ շատ մեծ աշխատանք եմ հիմա տանում այնտեղ, եթե ես այստեղ պետք է երգեի տարբեր միջոցառումների կորպորատիվ եւ գումար վաստակեի, ես այնտեղ ընդհակառակը ես դպրոց եմ ունեցել, որ անգամ սկզբի կես տարին համարյա թե վճար չեմ վերցրել երեխաներից, որովհետեւ իմ նպատակը եղել է մեկը, որ պիտի այդ երեխաների մեջ, այսինքն իմ այնտեղ լինելը հենց այնպես չլինի, որ ինչ որ մի արդյունքի հասնեն, որ նաեւ տարածեք մեր ազգայինը, մեր հայրենասիրականը։ Եվ եւս մեկ հարց, լինելով արմատներով սասունցի, արդյոք ձեզ համար այդ կարոտի չափաբաժինը օտարերկրում ապրելու ընթացքում մեծանում է,
այսպես խեղտապարանի չի նմանվում եւ արդյոք այդ սասնո արմատներ ունեցող աղջիկը մի կերպ չի համակերպվում դրսում ապրել։ Արջան, ես մի բան ասեմ, այստեղ էլ Երևանում ապրելով շատ բարբերաբար ես գնում էի իմ գյուղ, որովհետև Երևանից էլ այդ չէի զգում։ Ոնց որ ես իմ գյուղում այդ հին պատերի մեջ եմ դա զգում։ Այդ գյուղի օդը ես շատ սերտորեն եմ կապված այդ ամեն ինչի հետ։ Մի անգամ այսպեսի մի հումոր արեց մեկը, ասեց, որ անգամ ձեր գյուղի աղջիկները չեն ասում, որ իրենք այդ գյուղից են, բայց ես միշտ ասում եմ, որ ես այս գյուղից եմ, որ երբևէ չեմ ապրել այդ գյուղում, պարզապես ամառային արձակուրդներն եմ անցկացրել։ Այդ կարոտի կանչը իհարկե կա, ու այս վերջերս իմ շատ սիրելի ընկեր Ավագ Մարգարյանը, մեր տանը տենց այնտեղ Ամերիկայում երգում էինք, նվագում, ասաց, որ ես հասկացա այս մի քանի ամիսները, որ դու այստեղ ես ապրում, քո երգը մի քիչ ուրիշ կերպ է լինում, այլ ավելի սենց կարոտը, թախիծը ավելի շատ է մեջը, քան որ Հայաստանում էր այդ նույն երգը երգում։ Հոգեխորությունն ավելի է, չէ՞, մեծանում այդ ժամանակ։ Գոհար նշեցիք ձեր ընկերների մասին, երբ որ Հայաստան եք գալիս, հասցնում եք բոլորին տեսնել։ Ամեն ինչ անում եմ, որ տեսնեմ, բայց դա միակողմանի չի լինում։ Իրենք էլ պետք է ձգտեն, որ տեսնեն, եւ ինձ համար ամենացավոտը կլինի այն, որ ասեն, հա, փոխվել է կամ չգիտեմ, բայց ես իմ ոչ մի բանը չի փոխվել, ընդհակառակը ավելի իմ մեջ թախիծն է շատանում։ Երևի դա է փոխվել, որովհետեւ իմ ընկերները միշտ գիտեն, որ ես պետք է գնամ միտեղ ու ուրախ անցկացնեմ։ Դե գիտես, սիրում եմ հումորը, ուրախ անցկացնելը։ Այո, որտեղ Գոհարն է այնտեղ էլ ծիծաղն է, բայց մի քիչ իրական ավելի էներգիան։ այդ, չգիտեմ, կարոտից հեռավորությունից էլ մի քիչ ավելի մելանխոլիկ եմ դարձել, չէ։ Ինչու եմ հարցնում, վերջին անգամ Դավիթ Ամալյանին երբ եք տեսել։ Դավիթ Ամալյանին ես հենց եկել եմ, հաջորդ օրը արդեն իր ձայնը պիտի լսեմ, որովհետև ես ինքը իմ թուլությունն է, ինքը ոչ միայն իմ ընկերն է, չգիտեմ, ես առանց իրա չեմ պատկերացնում մի կարևոր քայլ անեմ ու հանկարծ Դավիթս չիմանա, ինքը իմ ավագ եղբայրն է, ինձ ուժ տվողն է ու այս ամեն ինչի միջով որ ինքը անցավ ու ընդհակառակը մեզ է ուժ տալիս, ինքը ինձ համար օրինակ է։ Դավիթը շատերին է ուժ տալիս, Դավիթը մեզ մոտ եւս հյուր եղել է եւ ես պարզապես խենթացել եմ նրա մարդ տեսակի, նրա այդքան խորքային լինելու համար, որովհետեւ մի ամբողջ եթեր այսպես անջատված ես լսել եմ, զրուցել եմ նրա հետ եւ կարծես թե նրա ամեն մի խոսքը մի նոր աֆորիզմ լիներ։ Դավիթը շատ խորը մարդ է եւ այսօր առիթ ունեք նրան հանդիպելու, որտեւ մեր շատ սիրելի Դավիթ Ամալյանը գալիս է մեր տաղավար։ Դավիթ ջան, համեցեք ու վերջապես կհանդիպեն երկու տաղանդավոր մարդ։ Դավիթ ջան, բարով եք եկել, շատ ուրախ եմ, որ նորից հանդիպում ենք, համեցեք։ Լսի, դու ինչ գիտես, որ ես խենթանում եմ։ Ես գիտեմ դու համար ես խենթանում։ Տես գիտես դու ամեն ինչը։ Այո։ Դավիթ, շնորհակալ եմ, որ նորից մեր տաղավարում եք։ Գոհարիս հաղորդման հյուրն եմ։ Այո, մեծ համար մեծ ուրախալի փասը ձեզ նորից հյուր ենք ալել։ Հենարան ընկերոջ իր կանացիությունը չկորցնելով ինքը ընկերության մեջ ուղղակի տղայական ընկեր է։ Ճիշտ է։ Բոլոր իր հատկանիշներով սկսած հումորից սովորաբար տղեկն է, չէ՞, հումորով լինում։ Երաժիշտների մեջ առավել ևս դե գիտենք մարդիկ կան, որ տենց հումորով են ասenen։ Այս խելարը բոլորին տվել անցել է, էլի։ Որ հավաքում ենք չենք հասցնում արանքներում խոսանք։ Բոլորի տեղը լրացնում է իր առողջ հումորով եւ դրական էներգիայով։ Ես գժվում եմ իր համար։ Ես նկատեցի ձեր աչքերի հուզմունքից արդեն ամեն բան պարզ է Գոհար։ Շատ ուրախ եմ, որ հրաշալի անակնկալ մատուցվեց այս տաղավարում եւ մեր շատ ցելի Դավիթը նորից միացավ մեզ իր գեղեցիկ զրույցով ու ներկայությամբ։ Գոհարը կհիշեք առաջին անգամ ոնց հանդիպեցիք Դավիթին եւ որտեղ էր այդ վայրը, եթե կարող եք հիշել։ Ինչ որ համերգի ժամանակ։ Շուրջ բարի ժամանակ ինքը ինձ բարել է սովորացրել, բայց առաջի անգամ չէր։ Ես իրան ինքը կարող է չհիշի ինձ, բայց մերոն որ խումբը հավաքում էր երկի թատրոնում, ես ու մերոն դե ընկերներ ենք եւ անընդհատ միասին էինք։ Այո, մերոն եմ ես ծանոթացել։ Եվ մերոյի հետ երբ որ ծանոթացա խմբի երեխեքին, իրանց առաջի համերգը ես լսել եմ, այնտեղ բոլորը հրաշալի էին։ Գոհարս որպես մարդ նաև հետո դարձանք ընտանիքներով ընկերներ եւ այդ խմբի ժամանակվանից է եղել, իսկ առհասարակ մեր բան արդեն ընկերական շփումը շուրջ բարի ժամանակ
մենք զբաղեցրել էինք այն հատվածը, ես Մակիչը, Մերոն, Լեյլան։ Միասնական շուրջ բարի մասն է խոսքը, երբ որ Արագած, որ Արագածի կողքը բան էինք անում եւ այդ բառը դե հիմա տենց է կոչվում, մշոխար։ Ահա, մշոխար։ Քոչարին է մեծ առումով, բայց բանը խոսակցական ժողովրդական լեզվով մշոխար են ասում։ Այդ բառին, որ ես հիմա տիրապետում եմ եւ ընկերներիս հետ կարողանում եմ բարել, Մամաչեցի արդեն, փաստորեն լուրջ բարի դասատուել եմ։ Սովորացրեց ու տենց մեջս մտավ, հիմա բացվել են պաուզան։ Այդ բառը շարժում չի, այդ բառը եթե դու կողքինիդ սիրում ես այդ էներգիան տալիս ես, ինքը արդեն ուզես չուզես ստացվում է։ Հերթական համերգն է, իսկ ինքը Պալիվոյի, ոնց որ ինքը Լեյլան, Մերալան, Լևոնյան, իրանց ասում են Պալիվոյի ընկերներ, որտեղ իրանց կանացիությունը չի խանգարում որևէ խրամատում հանդես գալու։ Ճիշտ է։ Եթե նույնիսկ ունեն հիվանդության առողջական ինչ-որ խնդիրներ, հաղթահարելի, բայց այդ պահի Մարտակերտի դիրքերում եթե համերգ կար, իրանք երբեք չէին ասում, որ գիտես ինչ մեջքս ցավում է կամ ոտս ոլորվել է։ Հիմա չեմ հիշում որտեղ ենք, հերթական համերգն է, այդ սմարթֆոն հեռախոսները նոր է մոդա ընկել եւ ամեն մեկը այդ կոժուխ ասածը հայերեն չգիտեմ ինչ, հա։ Տենց Տատյանը։ Հա, գոհարն էլ դե ջահել երեխա է, աղջիկ, տենց այդ կոժուխ ասածը վրան փումփուլիկներ է բան սենց։ Վարդագույն ինչ-որ բաներ է, մերոն դեն էլ պակաս չի հումորի կողմից։ Ասես գոհար դու ազգագրական երկչուհի ես, այսինչ թիթիզ գոժուխ ես վերցրել, այդ փումփուլիկներով ես ինչ թիթիզ բան ես դրել, դե Յանի ուզեց հումոր անի, այսինքն Յանի ո՞րն է դե արեց, գոհար ասեց Վարպետ ջան, ինչ արեցի բեղերովը չգտա որ բեղերով գոժուխ չգտա որ դնեմ։ Դավիթը ինձ պատերազմից հետո, երբ որ առաջին անգամ մենահամերգ ուզեցի ունենամ այստեղ Հայաստանում, ասելիքիս մեջ այնքան կարոտցավ, բայց վախ կար, որ ժամանակը չի երևի, որ հիմա ես պիտի երգեմ ու վախենալով հեռախոսը վերցրեցի, որ զանգեմ Ամալյանից, Ամալյանը արդեն ինքը զանգեց մյուս հեռախոսով ռեժիսորին, օպերատորին, այդ կազմին, ովքեր որ պիտի կազմակերպեն իմ համերգը։ Ասացի, բայց ամոթ չի, որ ես հիմա համերգ տաս, ասաց, չէ, հիմա հենց պահն է, որ դու պիտի համերգ տաս ու միակ դուետը եղավ Օրոցայինը իմ Ամալյանից գրած, որ նվիրված էր Վարդանին։ Շատ ես ուրախ եմ, որ իրականում գործ ընկերությունը դառնում է իսկական ընկերություն, որովհետև ասպարեզը գիտենք, թե ինչքան Ես մի քիչ վտանգավորել այլ ընկերություն չի։ վայրի վերումներով է մեր ասպարեզը եւ միշտ չէ, որ ժպիտները անկեղծ են լինում։ Կարծում եմ դուք ինձ հետ համամիտ եք, բայց ես այստեղ լրիվ անկեղծություն եմ։ Գնանք խմելու Հրաշալի։ Գոհար ջան, լսեցի։ Եվ մի կարևոր բան Արայիկ ջան, կարծեմ իմ հաղորդման ժամանակել եմ ասել, ես դե գիտես, խոսալու համար խելքս իմը չի։ Չէ որ դասարանից խոսալու եմ գնացել, $20 պարապն էի։ Վերջը խոսելու համար։ Ընկերություն գործ այդ բանը որ ասում են գործ ընկերություն ամենա չսիրածս խոսքն է, որտեղ ընկերություն չեղավ երբեք գործի չի վերածվի։ Ինձ համար գործընկերս լինեն այն մարդը ում հետ ուզում եմ լինել։ Ոչ թե այն մարդը ով ավելի լավ է նվագում կամ ավելի լավ է երգում կամ ավելի լավ է, չգիտեմ, զոդում կամ ինչ-որ կամ օտաչու։ Այո, ճիշտ է։ Նախընտրեմ ընկերոջս հետ թռնել, քան թե անընկերոջ հետ ապահով գնալ։ Ամալյանս եկավ Ամերիկա, դե չգիտեմ ինչ անել։ Ես տոլմայա սարքում, ժողովուրդ ջան, չորեքշաբթի ժամը 5-ին բոլորի հրավիրում են։ Տոլմա ուտելու։ Ու անունը դրել եմ մշոտոլմա, իրականում մշոտոլման աղացած չի լինում, իրան մեծ կտորներով են փաթաթում, բայց իմը սովորական տոլմա է, ուղղակի ասում եմ մշոտոլմա, մի օր մեկը հարցրեց, բայց ինչի մշոտոլմա, ասի դե երգելով եմ փաթաթում։ Հա, բայց այդ մի կողմ սպասում եմ, որ պիտի գիտեմ Ամալյանս գալի է, բայց ինչ անեմ, ես ուզում եմ իրան ամեն տեղ իր հետ լինեմ, իր կողքին լինեմ, վերջը հրավիրեցին մեզ տեղ։ Հրաշալի օր անցկացրեցինք։ Շատ լավ օր անցկացրեցինք, դե միասին ընկնում ենք, երգում ենք, պարում ենք, մի քիչ էլ գինով ցանկ, նստեցինք արդեն որ պիտի Ամալյանից ես ուղեկցեմ տուն, ասեց գար, բա դու հիմա խմել ես, չէ՞, ոնց պիտի մեքենա վարես, դե Ամերիկա է ամեն դեպքում բան։ Բա հիմա ինչ պետք է անենք, ասի դու մենակ նստի ու աղոթի։ Գարը ապրում է Հայաստան, ապրում է հայրենիքի մեջ։
ֆիզիկապես ժամանակավոր գտնվում այնտեղ եւ դա էլ չի բավարարում գնում գալիս է։ Այսինքն ինքը ես կոնկրետ գիտեմ մարդկանց, ովքեր այստեղ են, բայց ապրում են Ամերիկայում։ Մարդու տեսակ կա, որ ինքը ապրում է այնտեղ, որտեղ իր հոգին եւ սիրտը ադապտացված է։ Ինչ վերաբերում է ցանկությանը, բոլոր մեկնած դրսում ապրող իմ ընկերներին եւ ոչ միայն ընկերներին կմաղթեն տնտեսական այնպիսի հնարավորություն, որ ֆիզիկապես վերադառնան Հայաստան, տնտեսապես մնան այդ երկրում, որ համ մեր տնտեսությունը կզարգանա, այսինքն ընդեղի տնտեսությունը կներթափանցի ավտոմատ այստեղ, ընդեղի աշխատած գումարով այստեղ կապրեն։ Ոչ թե ուզում ենք թալանենք ուրիշ երկրները, չէ, այդ չի, ուղղակի թող ստեղծեն մի ինչ-որ դպրոց, չգիտեմ, մի ինչ-որ աղբյուր, որը կսնի եւ իրենք վերադառնան ապրեն, թող տարին մեկ էլ մի 10 օրով, 20 օրով, մի ամսով, 2 ամսով գնան գան։ Այն երկիրը, որտեղ որ ապրում են։ Սա կենացի տեսքով 100 անգամ Գոհարին եւ Գոհարի հրաշալի ամուսնուն, որ իմ ընկերն է։ Ես իրանց ընտանիքին երկկողմանի ընկեր եմ։ Որ ասում եմ համորս կողմիցս բարեկամ համորս իր երեխեքը ինձ կարան համ քերի ասեն համ հոպար։ Այո։ Ինչքան որտեվ Գուգոյին առանձին եմ ճանաչում։ Բայց հոպար են ասում մի քիչ նեղվում եմ։ Դե ինքը կներվի։ Արդեն գնում է դեպի Գուգոյի կողմ, չէ՞։ Բայց ամեն դեպքում ես քանի որ այդ բեղերով ասած պահերը ինձ համար ավանդական պահերը բան, ամեն դեպքում ես տան տղամարդը ինձ համար ընկեր է եւ Գոհարին ինչքան էլ շատ եմ սիրում, իմ հարազատն է, իմ քույրն է, իմ ընկերն է, իսկապես քեզ ասեցի հենարան տղավարի ընկեր է, բայց միևնույն է ինքը իմ համար Գոհիս կինն է։ Դավիթ, շատ շնորհակալ եմ, որ եկաք եւ միացաք մեր զրույցին ու այսքան սիրուն ժպիտ պարգևեցիք ձեր ներկայությամբ Գոհարին։ Մենք հիմա Գոհար ջան, ձեր դուրսությամբ Դավիթին պիտի ճանապարհենք, որ շարունակենք զրույցը քեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք զրույցը Գոհար Հովհաննիսյանի հետ, սակայն մինչ կանցնենք մեր զրույցին, ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաև մեր YouTube-յան ալիքում։ Պարզապես այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան անուն ազգանունը, գտնում եք մեր էջը, միանում եք, հետևում եք, թողում եք ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ շարունակում եք մնալ հավատարիմ եւ հետևում եք մեր բոլոր եթերներին, թե հեռուստատեսությամբ եւ թե YouTube-յան հարթակից։ Գոհար, քանի որ շատ խոսվեց ձեր ընտանիքի, ձեր ամուսնու մասին, խոսենք նաև երեխաների մասին, որտեղ հանդիպեցիք Գուրգենին եւ ինչպես հասկացաք, որ սիրում եք իրար։ Ես երբեք չէի մտածի, որ իմ կյանքում կլինի կընտրեմ այնպիսի մի տղայի, որ ինքը երաժիշտ լինի, որովհետև ես չէի ուզում, որ երաժիշտ լինի իմ ամուսինը, բայց այդ ռեստորանում, որտեղ որ ես աշխատում էի, այնտեղ շատ պատահական ինքը եկա, որպես երաժիշտ նվագում էր, տենց մի քանի ամիս ոչինչ երբեք մտքովս չէր անցնում, բայց ես տենց հումոր էի անում, որ 2009 թվականին սեպտեմբերի 9-ին, մի խոսքով 3 հատ 9-ին ես պետք է ամուսնանամ, ու իմ շատ սիրելի կնքահայրը այդ ժամանակ դե ուղղակի լավ ընկեր էր ինձ, ասեց բալես հիմա մի ամսից արդեն սեպտեմբերի 9-ն է, ոչ մեկ չկա, բայց չնեղվես, ասեց, մենք այդ օրը մի հատ տենց միջոցառում կանենք, որ իբրև դու ամուսնանում ես, մեկ էլ ունենք երգիչ Արմեն Դարփինյանը հումոր արեց, ասեց, դե լավ, Գուրգենին էլ կխնդրենք թող կողքը կանգնի, ձևական դե ամոթ է, որ Գոհարը ամուսնանում է, ամուսինը ով է բան, ամուսինը շատ sense բան էր, չխոսքան էր, այդ րոպեին շրջվեց ու ասեց, որ դե Գոհարն էլ գլուխ կգովա, բայց ես չլսեցի, որ ինքը տենց բան ասե, ուղղակի ռեակցիան երաժիշտների, ոյ, դու Գոհարին տենց բան պիտի չասեիր, բան, հիմա դե ինձ թվաց վիրավորական բան ասել ու ես ձև բռնեցի, որ նեղացել եմ, բան, ու այդ երևի այդ խաղիկից էր, թե ինչից էր, մտքիս մեջ ասի դե կտեսնես ով գլուխ կգովա, բայց հետո սիրահարվեցինք։ Հետո մի 2 ամիս ինձ տանում տուն բերում էր, բայց ոչ մի բան չէր ասում։ Մեկ ասի զանգեմ ծնողներին հասկանամ ինչ է։ Տանը բան ասում է։ Արագացնեմ էլի մի հատ այս ընթացքը։ Չէ, հետո իմ առաջին Արշալույս դիսկիս ձայնասկավառակի շնորհանդեսն էր, շատ մեծ շուկով արվեց ու այդ ժամանակ ինքը ասես կազմակերպված, լարված, հիշում եմ, որ իմ նկարն էլ փակցրել էին կինո Մոսկվայի մոտ, այդ օրը գնացինք, որ տեսնենք, տեսա պատռած է երեսիս վրա, ասես լրիվ, լացելով տենց եկա տուն, հաջորդ օրը
ամուսինս ինձ տարավ այդտեղ ու ցույց տվեց, որ ինքը նորն է պատվիրել, փակցրել։ Հասկանում ես, ինքը շատ տակտով մոտեցավ, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Եվ ես կարող եմ ասել, որ ինքը ինձ շատ մեծ հենարան է հիմա, իմ յուրաքանչյուր երգը ընտրելուց ինքը ամենաշատն է տառապում ու մանավանդ գալուցս առեց շատ մեծ համերգ ունեցանք, ինքը ամենտեղ կար, սենց ամեն ինչ ինքն էր կազմակերպել։ Հետո մեր ընկերը տենց հումոր արեց, բայց այս տղու համար ինչ պիտի անես, էլի այսքան տանջվեց քո համերգին, ասի դե ինչ եմ անում, գնում եմ Հայաստան, իրան նվեր, թող հանգստանա 2 ամիս։ Իսկ երեխաներին ձեզ հետ բերել եք, թե մնացել եք։ Երեխաները ոնց որ բանակի ծառայող լինեն, աղջիկս ամեն օրը հաշվում է, մնաց 60 օր, մնաց 59 օր, այսենց ինքը թղթի վրա դրում, ջնջում։ Իրենք շատ ու շատ կապված են իրենց տատիկների հետ։ Հետո իրենք սիրում են այստեղ մենք, ես որտեղ որ մնում եմ, մայրիկիս տանը հիմբակ է, սեփական այտենց շատ հին էլի, իրենք սիրում են այդ Բաքում գնդակ խաղան, բան տենց էլիտար թաղամասներ չեն սիրում իրենք սիրում են տենց գյուղական միջավայր, հա։ Գոհար, եթե ես չեմ սխալվում, ինքնաթիռում եք եղել, չէ՞, որ երեխան արդեն պիտի լույս աշխարհ գա։ Ինչ որ հետաքրքիր պատմություն կար, որ շատերն էին խոսում այդ մասին, որ Գոհարը ծննդաբերել է օդում։ Հա։ Այդ ինչ դեպք էր, ոնց եղավ։ Դե Ավստրալիա ենք գնացել համերգներով, ես իմ ընկերների հետ ու հետ գալուց ես հասկացա, որ իմ ուժերից վեր է, ես արդեն չեմ կարող գալ, 17 ժամ պետք է թռնեինք, 2 ժամ էինք թռել ու ես միանգամից վատացա։ Հետո շատ արագ հրաշք տեղի ունեցավ, որ ինքնաթիռը հայտարարեցին, որ պետք է 1 ժամ հետ գնանք, որ այստեղ աղջիկ կա, կին կա, որ պետք է երեխա ունենա։ Եվ իմ աղջիկը 450 հոգի իջեցրեց իր ուզած վայրում, Ավստրալիայի Պերթ քաղաքում, որտեղ երեխան ծնվեց, ինձ հետ էր իմ ընկերը Ռուբենը, աղասին ճանապարհեցինք, որովհետև համերգներ ուներ, եւ 21 օր ես մնացի այնտեղ Ավստրալիայում, մի հրաշք ընտանիքի հետ ծանոթացա եւ 7-8 տարի իրենք անընդհատ պլանավորում էին, որ գային Հայաստան երեխայիս կնքեին, այս տարի որոշեց, որ իմ շատ սիրելի Էման, իմ աղջկա երկրորդ մայրիկը, պիտի գա Հայաստան ու Գայանեից արդեն կնքի։ Օ, հրաշալի է։ Մկրտվեց աղջիկս եւ իր ծնունդով ես ձեռք բերեցի եւս իմ կյանքում շատ թանկ մի ընտանիք։ Այդ ժամանակ էլ իմ կյանքում շատ մեծ շրջադարձ եղավ, որ ես էլ ավելի իմ հավատքը մեծացավ առ Աստված, որովհետեւ երբ որ բոլորը դեմ էին, որ ես պիտի գնայի Ավստրալիա, միայն հայրս էր ասում, որ գնա, ու հայրս վատառողջ էր այդ ժամանակ։ Ես որ նստում եմ ինքնաթիռ պիտի գամ, երեկոյան ինքը ժամը 6-ին մահանում է հայրս։ Ու 6 ժամ հետո աղջիկս ծնվեց։ Եվ ինքը ինձ ասում էր դու գնա, չվախենաս, ես կմեռնեմ, քեզ բան չի լինի, ու այդպես էլ չգիտեմ։ Այսինքն ձեր հայրը մահանում է եւ անցնում է 6 ժամ։ Մի քանի ժամ հետո աղջիկս ծնվեց։ Իսկ դուք գիտեք, որ ձեր հայրը մահացել է։ Ինձ չէին ասում եւ շատ պատահական քո զարմիկը ինձ հանգահարեց Արմինեն։ Ես Ավստրալիայում էի, մայրս թաքցնում էր ու զանգեց, ցավակցեց ինձ։ Օ, այդ ժամանակ դուք իմացաք, որ ձեր հայրը մահացել է։ Ինքը դե շատ վատ զգաց, որ ինքը ինձ ասեց, բայց դե մեկը կիմանայի, մեկը հայրս պիտի անընդհատ ինձ զանգեր, ես իրան տեսնեի։ Այդպես։ Գոհար, երբ որ հարազատ մարդուն կորցնում ենք, այդ ցավի եւ այդ կորստի ու առավոտը այդ կարոտի հետ ոնց ենք շարունակում ենք ապրել, ինչն է մեծ ուժ տալիս։ Արջան, էդ էլ էլի Աստված, երբ որ ցավը տալիս է ուժն էլ, Աստված չի ցավը տալիս, երբ որ ցավը լինում է, Աստված քեզ ուժ է տալիս, կարծում եմ, բայց ես ամեն օր աղոթում եմ, որ ինձանից իմ հարազատ մարդիկ չպակասեն, որովհետև ես հիմա անգամ չեմ էլ կարող մտածել, ես այդ ուժը կունենամ, թե ոչ։ Ես շատ թույլ եմ, շատ, ես չեմ դիմանում, կորուստին ես չեմ դիմանում, ես անգամ երբ որ ինձ հարազատ մարդիկ են ինձ նեղացնում, ես փորձում եմ ներել իրենց, որովհետև այդ կորուստը ես չեմ սիրում։ Այո, կյանքում կորցնելը շատ ցավոտ է։ Հա, ես ամեն մեկին փայփայում եմ իմ մեջ, շատ sense պինդ եմ պահում ինձանից։ Բայց շատ էլ դեպքեր են լինում են, որ դուք ինչքան նրանց պինդ պահում եք, նրանք ավելի են
կարծես Ավելի են բարձրանում ուսերիդ։ Բարձրանում եւ թույլ տված սխալները նորից թույլ են տալիս։ Այլ փորձում եմ այս 40-ից հետո մի քիչ իմ վրա աշխատեմ, որովհետեւ մարդը ճիշտ է սխալների վրա է սովորում, բայց մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, ախր դու Աստված չես, չէ՞ որ այդ մարդուն փոխես։ Չէ, իհարկե։ Արդեն պիտի ուղղակի իրան ճանապարհես գնա։ Այդ նոր ուզում եմ տենց սովորեմ, բայց էլի իմ համար մեկա ցավոտ է, որովհետեւ երբ որ ես մարդու հետ իմ համար կյանքում աշխարհում ամենաթանկը ժամանակն է, եւ ես երբ որ ժամանակ եմ տալիս, այդ մարդու հետ անցկացնում եմ, հետո դրա համար շատ ցավոտ եմ տանում հեռանալը։ Ճիշտ է։ Գոհար, հաղորդման սկզբում խոսեցինք ձեր մանկության տարիներից, որ դժվար օրեր եք ունեցել, բայց մանկությունը մեկը մնում է մանկություն ու միշտ էլ մարդը, երբ որ հասուն տարիքին է հասնում, միշտ մտովի տեղափոխվում է իր մանկության գիրկը, որովհետև մենք անհոգ ենք այդ տարիներին եւ անգամ թվացial դժվարությունները այսպես մեզ համար դժվարություններ չեն, որովհետև մենք այդ ժամանակ չենք գիտակցում դրանց լուրջ լինելը։ Ինչու եմ սա նշում, որովհետև մեր տաղավարում կա մի իր, որը որ ձերն է եւ ձեր մանկության բույրն է մեր տաղավարում։ Հիմա ես կփորձեմ այն ձեզ ցույց տալ։ Հետաքրքիր է, որ ամբողջ ընթացքում արդեն երկար ժամանակ է նստածեք եւ դուք չեք նկատել, որ այստեղ է ձեր մանկության ամենահետաքրքիր ու սիրելի խաղալիքը։ Ինչ հետաքրքիր է, ես այն օրը այս խաղալիքից մասին էի պատմում ու որտեղ ասեցի էլի մի բան կա, Գոհար, մեջն էլ կա խաղալիք։ Ոյոր։ Ու ես գիտեմ, որ սա ձեր ամենասիրելի խաղալիքներից մեկն է եղել։ Այո, սա եղել է եւ ես այս վերջերս եմ այս խաղալիքս անցյալ տարի երբ որ եկա գնացի գյուղ, տեսա որ ինքը դե հիմա հորեղբորս տղային է այդ տունը, խնդրեցի որ ես կարող եմ իմ խաղալիքը վերցնել, որովհետեւ ես երբ որ կներեք հուզվեցի։ Հիշում եմ այս խաղալիքի օրը ես հիվանդ էի եւ տատիկս հորաքույրս ինձ տարավ կողքի գյուղ իբրև տենց այնտեղ բույսերով բան բուժում էին ջերմությունս շատ բարձր ու այս խաղալիքը ինձ առան այդ մի օրը թողեցին որ խաղամ որովհետեւ հետո դրեցին շատ բարձր տեղ հա որ չկոտրվի որովհետեւ այն ժամանակ խաղալիք ունենալը դա ճոխություն էր ու հատկապես սիրելի խաղալիք ունենալ։ Բայց պիտի տանեմ, չէ՞, դες։ Իհարկե, սա ձերն է, ես այստեղ մի ամբողջ մանկության հիշողություն կա գոհար։ Այո, հիմա ես իմ հայրական տունը փորձել եմ վերանորոգել։ Իհարկե, ամբողջ այդ դրսի քարերը Թալինից մեր գյուղից եմ բերել, բայց ես չեմ սիրում վերանորոգած այդ վրասիր մանկությունը, ես որովհետև ինձ թվում է այդ մանկության շունչը այդ պատերի մեջ դեռ կա, դրա համար ես իրեն էլի ինքը փորձել եմ այդ հինը մնա, այո, որովհետև որ նորը լինի, ես կարող եմ տենց էլ չհիշեմ, որ դա իմ տունն է։ Հին հիշողությունների շունչը չկտրվի հանկարծ։ Ոյ, ինչ լավն է քո հաղորդումը։ Ես ուրախ եմ, որ մեր անակնկալները ձեզ ծաղիկներն էլ էր իմը։ Բոլորը ձերն են, Գոհար։ Ես ուզում եմ շնորհակալություն քեզ հայտնել իմ հին ու տաղանդավոր ընկեր միևնույն է քո հաղորդումը շատ սիրված է հիմա, բայց բոլորը ասում են, որ Արայիկ Աստղածնունդի Արայիկը ու մի հատ տենց փոքր դեպք էլ պատմեմ այդ ժամանակ, էլի ասեն շատ վատ ժամանակներ էր, որ տեսնում էինք քո հաղորդումը բան, մի օր մորաքույրս նստած ասեց դու ինչի բանը Աստղած հեսա ծնունդդ մոտենում է, արի քեզ էլ Աստղածնունդ անենք, վայ ասեցի մորքուր հնարավոր չի հիմա փող չկա էլի ոնց Բոլորը գիտեն դա։ Այդ ժամանակ էլ էր դու ինձ լարում էիր, արի կազմակերպենք քո ծնունդը ու հիշի ինչքան լավ անցավ։ Գոհար, շատ ուրախ եմ, որ քեզ կարողանում ենք տեղափոխել մանկության գիրկը եւ դրական էմոցիաներ փոխանցել, անգամ հուզմունքը թաքցնել հնարավոր չէ։ Մեր տաղավարում, այո, մեր տաղավարում բոլորն են հուզվում, որովհետև գիտես ինչու։ Այստեղ խոսակցություններն անկեղծ են, ոչ մի բան հորինված չէ, նախապես պլանավորված, ոչ մի սցենար չկա, այսինքն հյուրը գալիս է ու պատմում է իր կյանքի պատմությունը։ Դեռ էլի անակնկալ կա։ Քո աուրայից, լսի հերիք չի։ Այս արկղում քեզ ուղված նամակ է, դու չգիտես ով է նամակի հեղինակը, վերջում կկարդաս եւ པարզ կդառնա ով է նամակը գրել։ Իսկ մենք շարունակենք մեր զրույցը, Գոհար, կյանքի արժեքները որտեղ են թաքնված եւ ինչի մեջ է գտնվում կյանքի արժեքը։ Կյանքի արժեքը ըստ իս թաքնված են մարդկանց մեջ։
եւ յուրաքանչյուր մարդ անկախ իր թերությունից թե առավելությունից ինձ համար արժեք է ներկայացնում։ Իսկ կյանքում շատ են եղել թիկունքից հարվածներ, եթե այո, ինչ են ուզում այդ մարդիկ։ Երևի էլի ես եմ մեղավոր, որովհետև ես անմնացորդ շատ եմ սիրում եւ մի անգամ մեր շատ սիրելի Մրոն ասաց, որ երբ որ Գոհարից շփվում ես, քեզ թվում է դու իր միակ ընկերն ես։ Ու այդպես կա, հանկարծ մի ակնթարթ փորձես ուղակի դու վատ առողջ լինես կամ ոչ թե անտեսես, ուղղակի այդ օրը այդ քանակի սեր չտաս, զգում ես, որ մարդը քեզ սիրում էր իր համար, ոչ թե քո համար։ Ուզում էր, որ դու գնայր, ոչ թե քեզ լավ օր լիներ, այլ իր օրը, որ դու լցնեիր։ Այո։ Երբ որ հանկարծ մի օր ձեր նշած տարբերակներից որևէ մեկն է լինում, այսինքն չես զանգում կամ չես խոսում կամ ուշադրություն չես դարձնում, նրանք մտածում են փոխվել ես, չէ՞։ Այդ ինձ համար մահին հավասար բան է փոխվել, որովհետև ես էդ էլ է թերություն, որ ես չեմ փոխվի, ես ոնց կամ տենց եմ։ Գոհար, ինչ է ձեր կարոտի անունը։ Հայրենիք։ Ինչ սիրուն վերնագիր տվեցիք ձեր կարոտին։ Շատ ես կարոտում։ Դրա համար է հաճախ լինում հայրենիքում։ Այո։ Ու ինձ թվում է, որ այդ կարոտը ձեզ կստիպի, որ ավելի շատ լինեն ձեր երգերը հայրենիքի մասին։ Հա, ես դե ուրիշ հայրենիքի մասին չեմ էլ պատկերացնում, ինձ մեկ-մեկ որ ասում են, դե հիմա ավելի խնջույքներին ուրախ աշխուժ երգեր թող հնչեն, բայց մենք հայրենիքի մասին ուրախ երգեր ունենք շատ, անպայման պիտի երգվի այդ երգերը, չգիտեմ։ Կհիշեք մի ելույթ, երբ այնքան շատ եք հուզված եղել բեմում, որ չեք կարողացել երգը մինչև վերջ երգել, որն է եղել այդ ելույթը։ Եղավ 20 պատերազմից հետո առաջին մենահամերգս հիմա թիվը չեմ հիշի 3 թե 4 տարի առաջ, 4 տարի առաջ։ Երբ որ ես գիտակցում էի, որ դահլիճում 500 զոհվածի մայր կա նստած, ես խնդրել էի ռեժիսորին, որ դահլիճի մարդկանց չտեսնեմ, մութ լինի ինձ, ու ես իմ շատ սիրելի Գրիգորիչն էր նվագակցում մեկ երգ, իդեպ դա ինչքան հիշում եմ իր վերջին ելույթն էր, հետո հեռացավ մեզանից եւ ասաց, որ ես իմ կյանքի փորձի մեջ սենց չէի տեսել, որ մի շնչով ժամուկես միայն դու բեմում լինես ու գիտակցես, որ 500 զոհվածի մայր կա, ես երգեցի միայն մի պահ, երբ որ աչքերս հիմնականում ես միշտ փակ եմ երգում, ինձ ծաղիկ տվեց ինձ լողալ սովորեցնող իմ ուսուցիչը, ինքը ուներ մինուճար տղա Հենրի եւ Հենրին զոհվել էր։ Ու երբ որ ինքը բեմ բարձրացավ ինձ ծաղիկ նվիրեց, ես արդեն էլ խեղդվեցի, այդ մի երգը չեմ կարողացել երգել։ Իհարկե հիմա ինքը արդեն նորածին բալիկ ունի, Հենրին նորից ծնվեց, բայց շատ դժվար էր, շատ։ Շնորհակալ եմ անկեղծ խոստովանությունների եւ հետաքրքիր զրույցի համար, Գոհար, մենք կամաց կմոտենանք գաղտնի նամակին, որը այս արկում էլի պիտի հուզվեմ, առ։ Չգիտեմ, նայ, ծրարը անանուն է, ոչինչ չկա, բայց մեջը կա ձեզ ուղված հրաշալի մի նամակ, անկեղծ սրտից բխած խոսքերով։ Հիմա պիտի կարդամ։ Այո, ու բարձրաձայն, ու պետք է փորձենք կռահել, թե ով է նամակի հեղինակը։ Եթե դուք չկռահեք, մենք ձեզ կհուշենք։ Առանց հասցեագրման, բայց ուղիղ սրտին, մարդիկ ցրվում են աշխարհով մեկ, ինչպես թափվող նռան սերմեր քամու մեջ, բայց հիշողության մի թել անվերջ հյուսվում է մի նոր շարունակությամբ, որպես պարզության, հավատարմության եւ եղբայրականության խորհրդանիշ։ Երբեմն քույրերը չեն ծնվում մի մորից, այլ մի պատմությունից։ Մենք նման ենք իրար խենթությամբ։ Դու սասնածուռ քաջ ու քաղցր ձայնով մի աղջիկ, քեզ հետ օրը երկի ու բարի տոն է, սիրտդ, բաց եւ հոգիդ Հայաստանի աղբյուրների նման մաքուր։ Ճակատագրական մի օր կա, ուր ծնունդն ու մահը նշվեցին միասին եւ ծնունդը նորից կյանք տվեց։
Մի փոքրիկ արևի լույս աշխարհ գալով դարձանք հարազատ։ Միաժամանակ շատ իրար նման սասնա ու մուշ երկ ու բարի շաղախով։ Իմ էմանա գրել Ով է Էման։ Ավստրալիայից։ Նամակի հեղինակը ձեր դստեր Գոհարի կնքամայր Էմա Թումանյանն է Ավստրալիայից։ Այսինքն այն հրաշք մարդը, երբ որ դուք ծննդաբերում եք ու ապրում եք նրա տանը, չէ՞։ Այո, 21 օր իմ էման պահել է իմ գայանեին։ Եվ նա դարձավ ձեր գայանեի կնքամայրը։ Այո։ Էմա ջան, Բայց շատ շնորհակալ ենք։ ամենահետաքրքիրն այն էր, որ ես աղջկաս պլանավորել էի, որ ամռանը արդեն մենք ընկերները գալու էին մեզ հետ, որ այստեղ կնքենք։ Ընտրել էինք արդեն կնքահայր, կնքամայր եւ շատ sense վատ վիճակի մեջ ես հայտնվեցի, երբ Էման ինձ զանգեց ու ասաց, որ ես գալիս եմ ու աղջիկս էլ ասում էր, որ ես Էմային չի հիշում, աղոտ է հիշում, մի անգամ փոքր էր որ տեսել էր, ասում էր, ինձ եթե պետք է կնքեք, պիտի Էման կնքի։ Ինքը շատ sense կապված է Էմայի հետ, շատ։ Ոգևոր կապ։ Եվ այո, Էմաս զանգեց ու ինքը sense մի անգամից տոնայնությունը փոխած, ասեց ես մեկ շաբաթով եմ գալու, պիտի իմ աղջկան տանեմ կնքեմ, կարա մարդ չլինի, ես ուղակի իրան ձեռքը բռնեմ, տանեմ։ Եկեղեցի։ Այդպես, հա։ Էմա, շնորհակալ ենք ձեզ այսչափ հետաքրքիր անակնկալ նամակի համար եւ շնորհակալ ենք այն բարի հոգու համար, որը որ առիթ դարձավ, որ ձեր եւ Գոհար Հովհաննիսյանի ընտանիքները դառնան բարեկամներ։ Գոհար, իմ թալիսմանն է Էման։ Վերջում, քանի որ խոստովանության տաղավարում եք, ում ինչ ունեք խոստովանելու եւ առասարակ ինչ ունեք ասելու մարդկանց։ Ես կցանկանամ, որ մի քիչ սերը շատ ավելի լինի եւ հավատը առ Աստված շատ լինի։ Պարզապես ոչ մեկս անսխալական չենք, բոլորս էլ ունենք, բայց այդ սխալը ճակատագրական թող չլինի։ Եվ երբ որ սերը շատ լինում, դու սիրով ես մոտենում յուրաքանչյուրին, էլ հավատա այդ թերությունն էլ չես նկատում։ Ես ուզում եմ, որ սեր ու բարություն լինի ընդհանրապես եւ մի քիչ իրար պահենք, չդատենք։ Այո։ Շնորհակալ եմ Գոհար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Ստացվեց մեր զրույցը։ Դու իմ հին ընկերն ես, բայց ես այսքան չգիտեի, որ դու սենց կարաս խոցելի վարվես իմ հետ։ Նենց ծայրահեղություններ էր ընտրել, որ երբեք չէի մտածի բրավո քեզ, դու կարողացար այսօր Ուրեմն ստացվեց մեր հաղթել ինձ։ Գոհար, ես ուզում եմ, որ ձեր աչքերը մի ժպտան երջանկության արևներով, ձեր կյանքի ճանապարհը հարթ լինի եւ որտեղ էլ լինեք, շարունակեք ստեղծել, արարել ու ամբողջ աշխարհին տարածել մեր հայկականը, մեր ազգայինը, երգը, երաժշտությունը։ Դու այսօր ինձ լիքը սեր տվեցիր ու ջերմություն, համ էլ կներես ուշանալուս համար։ Շնորհակալ եմ։ Ոչինչ պատահական չի լինում, Գոհար, ամեն բան լինում է ճիշտ ժամանակին, անգամ ուշացումներն էլ իրենց ժամանակն ունեն, եթե դրանք կարևորվում են մարդու հոգու խորքում։ Ես շնորհակալ եմ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր սիրված երգչուհի, մեր շատ սիրելի Գոհար Հովհաննիսյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Խոստովանությունները երբեք չեն ուշանում, եթե դրանք իրենց ճիշտ հասցեատիրոջն են գտնում։ Խոստովանել միշտ էլ պետք է, որովհետև հաճախ բառերն են, որ փոխում են կյանքի ընթացքը եւ կյանքը կարծես թե ավելի արևոտ է դառնում։ Դուք էլ խոստովանեք, որովհետև միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։